Այս հանդիպումը մեր համար շատ առանձնահատուկ հանդիպում է, որովհետև ստեղ ներկա են մեր ուսանողական երիտասարդական միության անդամները եւ մեր համակիր ուսանողներն ու երիտասարդները, որոնց հետ վերջին առնվազն 7 տարիների ընթացքում պայքարել ենք, միասին մեծ աշխատանք ենք արել, շատ հպարտորեն կարող եմ ասել, որ մեր ուսանողական երիտասարդական միությունները պայքարի բոլոր տեղերում եղել են առաջին գծում։ Պատերազմի ժամանակ դուք առաջին գծում հայրենիքի սահմաններն եք պաշտպանում, դրանից հետո փողոցում միասին պայքարում ենք այս չարիքի իշխանության դեմ ու ամենքե բոլոր ուղղություններով ներգրաված եք եղել նաև մեր քաղաքական ու մնացած աշխատանքներում։ Այս մարդիկ, եթե 21 թվականին մեր ժողովրդին խաբում ասում են գալիս ենք Շուշին դեօկուպացիա անենք, նույնիսկ խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, հիմա պարզ ասում են, նույնիսկ օգոստոսի 8-ից հետո հայտարարել են, որ Հայաստանի հսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն։ Այսինքն այն ժամանակ ի սկզբանե ասել եմ, մենք այս մասին ասել ենք։ Ինչի մասին է խոսքը։ Շատ հստակ, այսպես կոչված անկլավների։ Իրենք պնդում են Ադրբեջանը եւ Նիկոլ Փաշինյանը դրա հետ համաձայն են, որ Հայաստանի տարածքում Հայաստանի հսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Օրինակ Տիգրանաշենը հանձնելու է, ու այդ մասին բաց, պարզ, ուղիղ ասել է։ Այս պայմանական հրադադարը, որ կա 1 տարվա ընթացքում, սա ընդհանրապես հնարավորություն են տվել այս մարդուն, որպեսզի վերարտադրվի եւ գնա շարունակի հանձնել։ Իր առաջարկած եւ առասարակ, ինչպես ժողովրդավարության պարագայում, հենց այս պարագայում Նիկոլ Փաշինյանը խաղաղության թշնամին է։ Տեսեք, այս դույի խաղաղության խոստումը ինքը տվել է 21 թվին, տեսեք 21 թվից մինչև քանի պատերազմ է եղել։ Ինչքան կորուստ են ունեցել։ 21 թվին ընտրվել է տվել է Գորիս Կապան ճանապարհը, Շուռնուխը, 22 թվականին Հայաստանից 240 կիլոմետր տարածք, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր, դրանից հետո Արցախն է հայաթափը։ 24 թվին առանց կրակոցի Տավուշի հատվածում ռազմավարական նշանակության դիրքեր տվել։ 25 թվին էլ խոսք է տվել, որ ընտրեն հաջորդ տարի տալու են։ Հետևաբար այսքան հանձնող, այսքան զիջող է, եւ խաղաղության թշնամին չի կարող ներկայանալ խաղաղության օրակարգը վերցնի եւ առաջ տանել։